Բարի օր, եթերում Կիրակնօրյա հերթապամասն է։ Այս թողարկման մեջ տեղ գտած կարևոր իրադարձություններին առաջարկում եմ ծանոթանալ նախամարոտ։ Կառավարությունը հավանություն է տվել ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի առաջարկած երթևեկության անվտանգության մասին օրենսդրական փոփոխություններին։ Ծաղկաձորում անցկացվել է ներքին գործերի նախարարության ստորաբաժանումների ռազմավարական հաղորդակցության 5-օրյա դասընթաց։ Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի դեսպանին, դեսպանը վերահաստատել է Հունաստանի աջակցությունը։ Վարորդական իրավունք ստանալու քննության գործընթացում արագացված ծառայություններ կներդրվեն Հայաստանի տարածքում, կթույլատրվի նաև վարորդական իրավունքի վկայականի թվային տարբերակը։ Կառավարությունը հավանություն է տվել ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի առաջարկած երթևեկության անվտանգության մասին օրենսդրական փոփոխություններին։ Մայիսի 15-ին կառավարությունը հավանություն է տվել ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի ներկայացրած ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագծերի փաթեթին։ Օրենսդրական նախաձեռնությամբ կթույլատրվեն նաեւ թվային տարբերակով վարորդական վկայականները, հնարավորություն կստեղծվի արտահերթ մասնակցելու վարորդական իրավունքի վկայականի հաջորդ որակավորման քննությանը որպես քաղաքացիներին մատուցվող արագացված ծառայություն։ Մասնավորապես, արտահերթ ծառայությունների ստացման հնարավորություն կտրվի այն անձանց, որոնք առաջին անգամ մասնակցել են վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական կամ գործնական քննությանը եւ ստացել են բացասական արդյունք։ Գործող կարգավորման համաձայն հաջորդ անգամ ստանդարտ սպասելաժամանակը համապատասխանաբար 7 կամ 30 օր է։ Քննական գործընթացն առաջին անգամ չհաղթահարած անձը օրենքով սահմանվող վճարի դիմաց հնարավորություն կունենա հաջորդ իսկ օրը կամ երրորդ օրը արտահերթ մասնակցելու որակավորման քննությանը ստանդարտ 7 օրվա փոխարեն։ Քննական գործընթացը երկրորդ անգամ չհաղթահարած անձը նմանատիպ հնարավորություն կունենա մեկշաբաթյա կամ երկշաբաթյա ժամկետում ստանդարտ 30 օրվա փոխարեն։ Հաշվառման վկայագիրը եւ վարորդական վկայականը հասանելի կլինեն թվային տարբերակով։ Իրավաչափ կհամարվի Հայաստանի տարածքում երթևեկությունը առանց պլաստիկ վարորդական վկայականի։ Հնարավորություն կտրվի պետական գրանցման հաշվառման ամբողջ գործընթացն իրականացնել թվային տարբերակով։ Տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշները եւ հաշվառման վկայագրերը հնարավոր կլինի առաքել փոստային եղանակով։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվել է արդյոք դիտարկվում է վարորդական իրավունքի ձեռքբերման քննությունը պատվիրակելու հարցը այն համատեքստում, որ հավաստագրված ուսում իրականացնող կառույցի կողմից քննության անցկացումն ավելի արդյունավետ կլինի։ Ի պատասխան ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ տարբերակը դիտարկվում է։ Այս պահին քննարկում ենք այն տարբերակը, որ վարորդական քննություն հանձնելուց առաջ անպայման կլինի կրթական բաղադրիչ եւ կառավարությունը այս դեպքում ներքին գործերի նախարարությունը սահմանի այն բոլոր հիմնական չափանիշները, որոնք կարիք կլինի ունենալ կրթական գործընթացում։ Մասնավոր ընկերությունը հնարավորություն կունենա սպասարկել կոնկրետ կրթությունը եւ մենք վստահ կլինենք, որ տվյալ չափանիշներով կրթական գործընթաց անցած ապագա վարորդը կարող է ողջամտորեն ստանալ վարորդական իրավունքի վկայական, ասել է ներքին գործերի նախարարը։ Որոշում ընդունվեց, շնորհակալություն, նիստը ավարտվեց։ Քաղաքական ակտիվ երկխոսությունը եւ ոլորտային գործընկերության խորացումը նոր խթան են հաղորդել Հայաստան-ԵՄ հարաբերություններին։ Նախարար Արփինե Սարգսյանը Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում մասնակցել է Եվրոպայի օրերին նվիրված «Սա Եվրոպան է» թատերական ներկայացմանը եւ Հայաստանի կառավարության անունից հանդես եկել ելույթով։ Գերազանցություն հարգարժան պարոն Մարագոս, դիվանագիտական կորպուսի հարգելի ներկայացուցիչներ, կառավարության հարգելի անդամներ, սիրելի ներկաներ, սիրելի հանդիսատես։ Աշխարհի խաղաղությունը չի կարող պաշտպանվել առանց այնպիսի ստեղծագործ ջանքերի, որոնք համաչափ են դրան սպառնացող վտանգներին։ Ահա այս խոսքով է սկսվել Ռոբերտ Շումանի պատմական հռչակագիրը, որը հնչեց 1950 թվականի մայիսի 9-ին, դառնալով առաջին վճռական քայլը դեպի խաղաղ եւ միասնական Եվրոպա։ Հռչակագրի հիմքում դրված էր մի նոր գաղափար՝ միավորել Եվրոպան համագործակցության միջոցով եւ բնականաբար կանխել պատերազմները։ Այս գաղափարը հիմք հանդիսացավ ընդհանուր արժեքների հիման վրա կառուցված միության ստեղծման համար,
կանխորոշելով Եվրոպայի ապագան։ Այսօր մենք համախմբվել ենք Երևանում նշելու Եվրոպայի օրը եւ մեծարելու համընդհանուր այն արժեքները, որոնք կիսում են Հայաստանի Հանրապետությունը եւ Եվրոպական Միությունը։ Խաղաղությունը, ժողովրդավարությունը, միասնությունը, մշակութային բազմազանությունը եւ մարդու իրավունքների պաշտպանությունն այն արժեքներն են, որոնց հիման վրա Հայաստանն ու Եվրոպական Միությունը կառուցում են իրենց գործընկերությունը հանուն համընդհանուր բարօրության։ Հայաստանն ու Եվրոպական Միությունը, այո, հարգարժան պարոն դեսպան, երբեք այսքան մոտ չեն եղել։ Վերջին տարիներին քաղաքական ակտիվ երկխոսությունը եւ ոլորտային գործընկերության խորացումը նոր խթան է հաղորդել Հայաստանի եւ Եվրոպական Միության համագործակցությանը։ Այս հարցում կարևորագույն դերակատարում է ունեցել համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որն ուրվագծում է ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման, օրենքի գերակայության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, ոլորտային համագործակցության խթանման եւ խորացման, տնտեսության արդիականացման եւ երկրի դիմակայունության բարձրացման երկուստեք ձեռք բերված եւ ստանձնած պարտավորությունները։ Մենք բարձր ենք գնահատում Եվրոպական Միության եւ անդամ երկրների հստակ վճռականությունը խորացնելու համագործակցությունը Հայաստանի Հանրապետության հետ եւ վերահաստատում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության վճռականությունը հենց այս ուղղությամբ շարունակելու եւ զարգացնելու մեր հարաբերությունները։ Այս համատեքստում ցանկանում եմ անդրադառնալ նաեւ մի շատ կարևոր թեմայի, ինչին անդրադարձավ նաեւ մեծարգո պարոն դեսպանը, մուտքի, արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսությանը։ Մենք տվել ենք արդեն իսկ այս գործընթացի մեկնարկը, բայց հարգելի գործընկերներ, վիզաների ազատականացումը ենթադրում է մի շատ կարևոր բան՝ մարդկային շփումներ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ Եվրամիության քաղաքացիների միջև, նպաստելով գործարար, սոցիալական եւ մշակութային կապերի ամրապնդմանը։ Ձեր գերազանցություն պարոն դեսպան, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Եվրոպայի օրվան նվիրված այս գեղեցիկ եւ հիշարժան մշակութային միջոցառմանը հրավերի համար, թող ներկայացումը, որ մենք րոպեներ անց կդիտենք, եւս մեկ անգամ մեզ հիշեցնի միասնության եւ համագործակցության կենսական կարեւորության մասին, ոգեշնչելով կերտելու ապագա, որտեղ խաղաղությունը կենսակերպ է, իսկ մշակույթը կամուրջ։ Շնորհավորում եմ նորից Եվրոպայի օրվա կապակցությամբ եւ մեզ բոլորիս մաղթում եմ բարի դիտում։ Նախարար Արփինե Սարգսյանը ընդունել է Հայաստանում Հունաստանի դեսպանին, քննարկվել են երկկողմ հարաբերությունների խորացմանը, միգրացիայի եւ վիզաների ազատականացմանը վերաբերող եւ այլ հարցեր, որոնց կապակցությամբ դեսպանը վերահաստատել է Հունաստանի աջակցությունը։ Մայիսի 12-ին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ընդունել է Հայաստանում Հունաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին։ Նախարար Սարգսյանը ողջունելով դեսպան Սոֆիանոպուլոսին անդրադարձել է Հայաստանի եւ Հունաստանի միջև ձևավորված բարեկամական հարաբերություններին, ընդգծելով գերատեսչական մակարդակով համագործակցությունն առավել խորացնելու անհրաժեշտությունը եւ առկա ներուժը։ Արտակարգ եւ լիազոր դեսպանը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար վերահաստատել է Հունաստանի պատրաստակամությունը տարբեր ուղղություններով համագործակցությունը ընդլայնելու առումով։ Հանդիպման ընթացքում կողմերը առարկայական քննարկել են ոստիկանական համակարգում, քաղաքացիական պաշտպանության, ինչպես նաեւ միգրացիայի եւ քաղաքացիության ոլորտներում համագործակցության հնարավորությունները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Եվրոպական Միության հետ վիզաների ազատականացման գործընթացի մեկնարկին։ Այս համատեքստում դեսպան Սոֆիանոպուլոսը հայտնել է իր երկրի լիակատար աջակցությունը։ Հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության առավել ամրապնդմանը վերաբերող այլ հարցեր, նախանշելով հետագա քայլերը։ Արդյունավետ ու նպատակային հաղորդակցությունը ճգնաժամային իրավիճակներում կարող է վճռորոշ դեր ունենալ, ապահովելով հասարակության վստահությունն ու պատասխանատու մարմինների արագ արձագանքը։ Ծաղկաձորում անցկացվել է ներքին գործերի նախարարության ստորաբաժանումների ռազմավարական հաղորդակցության հնգօրյա դասընթաց Սերժու Վասիլիի մասնակցությամբ։ Ռելսերից դուրս է եկել եւ վթարի ենթարկվել, ինչի հետևանքով եղել է թունավոր
նյութերի արտահոսք։ Ոստիկանության ծառայողների կողմից դեպքի վայրը անմիջապես սահմանազատվել է։ Մի դեպքում գնացքն է ռելսերից դուրս եկելու վթարի ենթարկվել, մյուս դեպքում քաղաքացին սպառնում են նռնակով պայթեցնել գյուղապետարանի շենքը։ Այլ դեպքերում էլ իրականացվել է մեծաքանակ թմրանյութի շրջանառություն, տեղի է ունեցել 10-ից 11 բալ ուժգնությամբ երկրաշարժ։ Առաջին հայացքից խուճապ առաջացնող այս պատմությունները ոչ այլ ինչ են, քան դասընթացի սիմուլյացիոն հատվածներ։ Ներքին գործերի նախարարության եւ միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի համագործակցությամբ ու Եվրոպական միության ֆինանսավորմամբ մայիսի 5-ից 9 Ծաղկաձորում անցկացվել է ներքին գործերի նախարարության, ոստիկանության եւ փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումների համար նախատեսված ռազմավարական հաղորդակցության հնգօրյա դասընթաց։ Նպատակը ճգնաժամային իրավիճակներում ծառայողների հաղորդակցության արդյունավետ կազմակերպումն էր։ Դասընթացը վարում էր փորձագետ Սերջու Վասիլեն։ Ես որպես դասընթացավար շատ բան եմ սովորել ձեզնից, այստեղ հանդիպել եմ փորձառու եւ հմուտ մասնագետների, ովքեր ունեն գործառույթների եւ հաղորդակցության ոլորտում տպավորիչ փորձ։ Մենք բոլորս համակարծիք ենք, որ կարեկցանքը, երկխոսությունը եւ ճիշտ մոտեցումը ցանկացած կազմակերպության հիմքն են, որոնք հնարավորություն են տալիս արդյունավետ կերպով կառավարել ցանկացած իրավիճակ։ Դասընթացի մասնակիցներին ներկայացվել են ճգնաժամային իրավիճակների արդյունավետ կառավարման սկզբունքները, հաղորդակցության դերն ու գործընթացի փուլերը, սկսած իրավիճակի գնահատումից, հաղորդակցական ռազմավարության պլանավորումից մինչև իրականացում եւ վերլուծություն։ Ստեղծվել են մոդելավորված ճգնաժամային իրավիճակներ, որոնց ժամանակ մասնակիցները գործնականում փորձարկել են հաղորդակցման տարբեր մեթոդներ։ Մասնավորապես կազմակերպվել են իրավիճակային սիմուլյացիաներ, որոնց ընթացքում ծառայողները գործել են որպես տեղեկատվության փոխանցողներ, ներկայացնելով ճկուն եւ արագ կողմնորոշվող հաղորդակցական մոտեցումներ։ Բեմադրվել են մամուլի ասուլիսներ, որտեղ մասնակիցները հանդես են եկել որպես խոսնակներ, ներկայացնելով իրավիճակի զարգացման ընթացքը, պատասխանատու մարմինների արձագանքն ու իրականացրած քայլերը։ Ձևաչափը նպաստել է ինչպես հրապարակային հաղորդակցության հմտությունների զարգացմանը, այնպես էլ թիմային համագործակցության հղկմանը։ Համապատասխան ժապավեններով սահմանազատում ենք դեպքի վայրը, թույլ չտալով կողմնակի անձանց մուտք գործելու դեպքի վայր։ Ինչ փրկարարների կանչի վայր հասնելը, նախ մենք ճշտում ենք այդ վառելիքի քանակը, քանի վագոն է կա, տուժածների քանակը, քանի մարդ է գտնվել այդ գնացքում, այդ արտահոսքն ենք վերացնում եւ վտանգավորության աստիճանը ճգնաժամային իրավիճակը փոքր-ինչ նվազեցնում է։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունը կատարում է տեղանքի զննություն եւ պահպանություն, ամենակարևորը, տեսաձայնագրությունների ուսումնասիրություն, ձեռք բերված հաղորդագրությունների վերլուծություն, ձեռնարկված միջոցառումների արդյունքում անմիջապես պարզվեց նաեւ, որ պատանդ վերցնողը ազգությամբ հայ Դեպքի ակտիվ կոնկրետ կատարողը անձնից ձերբակալված եւ դատանի որոշմամբ կանոնավորված է։ Ներքին գործերի նախարարության հետ քննարկումների արդյունքում որոշվեց իրականացվել պիլոտային ծրագիր ՀՀ ամբողջ մարզերի համար, որպեսզի զարգացնենք ոստիկանության ծառայողների բոլոր 4 ծառայություններում, պարեկային, քրեական, գվարդիայի եւ համայնքային ոստիկանության, ինչպես նաեւ փրկարար ծառայության աշխատակիցների հմտությունները։ Հնգօրյա դասընթացի ընթացքում ձեռք բերված հմտությունները ծառայողներին հնարավորություն կտան անհրաժեշտության դեպքում ապահովել ճշգրիտ, հետևողական եւ նպատակային հաղորդակցություն։ Այսպիսի վերապատրաստման ծրագրերը իրոք անհրաժեշտ են, ցանկալի եւ շատ ուսուցողական։ Տվյալ դասընթացը նաեւ հաղորդակցություն էր այս 25 անդամների միջև։ Դասընթացը նաև հագեցած էր բազմաթիվ գործնական վարժանքներով, դերախաղերով, ինչը հնարավորություն էր տալիս մասնակիցներին անձամբ փորձարկելու տարբեր իրավիճակներում, համարժեք իրավիճակներում գործելակերպի կանոններ։ Դասընթացի մասնակիցների գնահատականները փաստում են, որ արդյունավետ եւ նպատակային հաղորդակցությունը ճգնաժամային իրավիճակներում կարող է վճռորոշ դեր ունենալ, ապահովելով հասարակության վստահությունն ու պատասխանատու մարմինների արագ արձագանքը։ Դասընթացի ավարտին մասնակիցներին տրվել են հավաստագրեր։
Ներքին գործերի նախարարությունը ազատությունից զրկված անձանց իրավունքների պատշաճ ապահովում համարելով առաջնահերթություն շարունակում է ձեռնարկել գործուն քայլեր նրանց ուղեկցման հարցն ամբողջ ծավալով իրականացնելու համար։ Հաստիկային և տեխնիկական համալրման ուղղությամբ տարվող աշխատանքների, ինչպես նաև ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողների գործուղումների արդյունքում արդեն իսկ բարելավվել է ստացվող հայտերի կատարման ցուցանիշը։ Ձեռնարկված քայլերի արդյունքում 2025 թվականի մարտի 6-ից սկսած ոստիկանության ուժերով ապահովել է ուղեկցման հայտերի գրեթե 94%-ի կատարումը, ինչը շուրջ 29%-ով ավելի է այս տարվա հունվար-փետրվար ամիսների ցուցանիշից։ 2025 թվականի մարտ-ապրիլ ամիսներին ստացվել է 3515 անձի վերաբերյալ ուղեկցման հայտ, որից ծանրաբեռնվածության պատճառով չի իրականացվել շուրջ 6%-ը։ Հիշեցնենք, որ զուգահեռ իրականացվում են ինստիտուցիոնալ նոր մոդելի իմպլեմենտացման աշխատանքները, ըստ որի ազատությունից զրկված անձանց ուղեկցումը կիրականացնի այն կառույցը, որի շահռու է տվյալ անձը։ Երկրաշարժի իմիտացիա Եղեգնաձորում ըստ սցենարի փրկարարները պետք է հյուրանոցից հնարավորինս արագ դուրս բերեին արգելափակված քաղաքացիներին, մարեին հրդեհը, փլատակում մնացած մեքենայից դուրս բերեին տուժած քաղաքացուն։ Մի անհանգստացեք, վտանգավոր ոչինչ չկա եւ որևէ մեկը չի տուժել։ Պարզապես 8 բալ ուժգնությամբ երկրաշարժի իմիտացիա է, որի ընթացքում Վայոց-Ձորի փրկարարները ուսումնական վարժանքներ են իրականացնում, ցուցադրելով բնական աղետի ժամանակ իրենց գործողությունները։ Մայիսի 13-ին վարվելակերպի կանոնները ուժգին երկրաշարժի դեպքում թեմայով վարժանքը իրարանցում էր առաջացրել Եղեգնաձորում։ Փրկարար ծառայության հրամանատարաշտաբային ուսումնական վարժանքին հետևում էին Վայոց-Ձորի մարզային եւ քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողներ, դիտորդներ, քաղաքացիներ։ Այրվող հյուրանոց, արգելափակված քաղաքացիներ, փլատակներում մնացած մեքենա։ Ըստ սցենարի փրկարարները պետք է հյուրանոցից հնարավորինս արագ դուրս բերեին արգելափակված քաղաքացիներին, մարեին հրդեհը, փլատակում մնացած մեքենայից դուրս բերեին տուժած քաղաքացուն։ Ուսումնավարժության ներգրաված էին 3 մարտական հաշվարկ, Եղեգնաձորի Երշեշ փրկարարական ջոկատի եւ Վայքի Երշեշ փրկարարական ջոկատի հաշվարկները, ոստիկանության բարեկային ծառայության աշխատակիցները, շտապօգնության աշխատակիցները, էլեկտրոցանցի հերթապահությունը եւ 104 գազի ծառայության հերթապահությունը, Կարմիր խաչի կամավորները։ Եղեգնաձորի եւ Վայքի Երշեշ փրկարարական ջոկատները նախ հյուրանոցից դուրս բերեցին երկրաշարժից տուժած քաղաքացիներին եւ տեղափոխեցին դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենայի մոտ։ Այնուհետեւ երրորդ հարկից պարանային տեխնիկայի միջոցով դուրս բերեցին արգելափակված անձանց, որոնց նույնպես առաջին բուժօգնություն ցուցաբերվեց։ Փրկարարները զգուշությամբ մասնատեցին փլատակում մնացած ավտոմեքենան եւ դուրս բերեցին տուժած քաղաքացուն։ Արագությամբ հանգցրեցին նաև հյուրանոցի երրորդ հարկում բռնկված հրդեհը։ Ուսումնավարժության նպատակն էր մեր Երշեշ փրկարարական ջոկատների ուժերը բերել պատրաստ վիճակի, ուսումնավարժություն իրականացվեց մարտական պատրաստությունը ել ավելի բարձրացնելու նպատակով։ Վայոց-Ձորի մարզային փրկարարական վարչության պետ գնդապետ Հակոբ Սարգսյանի խոսքով ուսումնական վարժանքները փրկարարների ամենօրյա ծառայության բաղկացուցիչ մասն են, իսկ հրամանատարաշտաբային վարժանքները հնարավորություն են տալիս գնահատել կարողությունները, մատնանշել բացթողումները եւ կատարելագործել հմտությունները։ Երշեշ փրկարարական ջոկատները իրենց առջև դրված խնդիրները կատարեցին լիարժեք։ Առաջադրանքը կատարված է լիարժեք։ Նման միջոցառումները կարևոր են եւ փրկարարների պատրաստվածության եւ հասարակության պաշտպանվածության ու ճգնաժամային իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու առումով։ Վերջում բարի ցանկությամբ թող բոլոր երկրաշարժերն ու դեպ պատահարները միայն վարժանքներ լինեն։
Հաջորդիվ քրեական նորությունների քրոնիկոնն է, որը առաջարկում եմ դիտել մեկ տեսաշարով։ Ամենքային ոստիկանության Քանաքերձայթունի բաժնի ծառայողները մայիսի 7-ին ժամը 20:05-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Ռուբինյանց փողոցում գտնվող սուպերմարկետի մոտ երկու օտարերկրացիների վեճն ավարտվել է դանակահարությամբ։ Րոպեներ անց ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոնից է հաղորդում ստացվել։ Կենտրոն զանգարած քաղաքացին հայտնել էր, որ Պարուժ Սևակի եւ Ռուբինյանց փողոցների խաչմերուկում դանակահարություն է տեղի ունեցել, մեկ անց տեղափոխվել է հիվանդանոց։ Քանաքերձայթունի բաժնի ամենքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Ռուբինյանց Պարուժ Սևակի փողոցների խաչմերուկում հայտնաբերվել, մարմնական վնասված պատճառելու կասկածանքով ձերբակալվել եւ բաժին է տեղափոխվել 23-ամյա օտարերկրացի մի երիտասարդ։ Նա հայտնել է, որ ինքն է դանակահարել 22-ամյա ամերկրացուն։ 23-ամյա օտարերկրացին կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Քանաքերձայթունի քննչական բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 23-ամյա երիտասարդը կալանավորվել եւ տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Ժամը 22:49-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության տեղափոխված 22-ամյա Վիջեյ Կն մահացել է։ Կատարվում է նախաքննություն։ Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Քաջարանի բնակիչ 24 եւ 59 տարեկան տղամարդիկ պատրաստվում են իրացնելու նպատակով ձեռք բերել Մաքսանենգ ճանապարհով Հայաստան տեղափոխված թմրանյութ։ Օպերատիվ տեղեկությունն իրացվեց ապրիլի 25-ին քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների եւ Սյունիքի մարզի պարեկների հետ համատեղ։ Կապան Քաջարան ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրին թմրանյութը վերցնելիս քաջարանցի տղամարդիկ ձերբակալվեցին ու տեղափոխվեցին մարզային վարչություն։ Նյութը մարիխուանա էր, առանձնապես խոշոր չափերի 1373 գրամ։ Տղամարդկանց խուզարկությամբ հայտնաբերվեցին նաև մարիխուանայի նմանվող զանգվածներով փաթեթներ։ Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում դատարանի որոշմամբ խուզարկություն կատարվեց 59-ամյա տղամարդու տանն ու օժանդակ շինություններում։ Օդաճնշիչ ատրճանակից եւ տարբեր փամփուշտներից զատ տան մոտակայքում հայտնաբերվեց նաև 885 գրամ ափիոն տեսակի թմրամիջոց։ Ըստ տանտիրոջ այդ ամենն իրենն է։ 59-ամյա եւ 24-ամյա տղամարդիկ կալանավորվել են։ Նախաքննության հանգամանքները պարզվում են։ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Շենավան գյուղի բնակիչ 59-ամյա տղամարդը ապօրինի պահում է Կալաշնիկովի ինքնաձիգ եւ զինամթերք։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ Շենավանցի տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերվել են ինքնաձիգ, երկու փամփշտատու, բլիցքավորված 5.45 մմ տրամաչափի 50 փամփուշտով եւ 7.62 մմ տրամաչափի 6 փամփուշտ։ Նախաքննության հանգամանքները պարզվում են։ Կրկին հորդորում ենք ապօրինի պահվող զենք զինամթերք կամավոր հանձնել ոստիկանություն քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներն ապօրինի արդյունահանման վերաբերյալ մայիսի 14-ին ստացած տեղեկությունն իրացրին նույն օրը։ Պարզվել է, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն, խախտելով ընդերքի պահպանման կանոնները, Դարբնիկ գյուղում թույլատրված տարածքից դուրս իրականացրել է ավազի եւ ավազակոպչային խճաքարի արդյունահանում։ Ձերբակալվել են ընկերության տնօրենի լիազոր ներկայացուցիչը, Աշխեգը, նրանց օժանդակողը եւ 4 վարորդ, որոնց վարած բեռնատարները տեղափոխվել են բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու հատկանիշներով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պարզվել է, որ ապօրինի արդյունահանման պետությանը պատճառվել է շուրջ 12 միլիոն դրամի վնաս։ Բացի այդ հարկերից խուսափելու համար ընկերության տնօրինությունը թաքցրել է շրջանառությունը։ Նախաքննության հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս։ Հաջողություն։